Բարի օր, գործարարալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, կարող եք թվային հարթակներում եւս դիտել մեր բոլոր հաղորդաշարերը։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք սկսում, տաղավարում հյուրընկալել եմ The Benefit ընկերության համահիմնադիր HR Expo-ի կազմակերպիչ Էլինա Դաշյանին։ Էլինա ջան, բարև ձեզ։ Ողջույն Մոնիկա ջան, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, մենք երկրորդ անգամ ենք հանդիպում այս նույն առիթով, եթե ես չեմ սխալվում։ Նախորդ տարի, սակայն հանդիպել ենք մինչև Expo-ի կայացումը, ճիշտ եմ հիշում։ Իհարկե։ Դուք ներկայացնում եք, թե ինչի մասին էր։ Այս անգամ արդեն Expo-ն տեղի է ունեցել, բայց երևի թե գանք նախորդ տարվա արդյունքներից, քանի որ դրանից հետո չենք հանդիպել, հասկանանք, թե արդյոք գոհացուցիչ էր, արդյոք այն ինչ սպասում էիք իրականում հնարավոր դարձավ եւ հետո արդեն այս տարվանը քննարկենք։ Իհարկե։ Եթե ամփոփենք, ամեն տարի ունենում ենք վերլուծություններ եւ էքզիբիտորների տեսանկյունից, այսինքն այն ընկերությունները, որոնք տաղավար են ներկայացնում եւ ծառայություններ տրամադրում HR-ներին, եւ նաեւ HR-ների մասնակցության ու այդ ամբողջը վերլուծելով ենք հասկանում ինչքանով է արդյունավետ եղել, հա, եւ արձագանքներից եւ տեղում իրենց մեկնաբանությունները գրի առնելով, ֆիդբեքները հավաքագրելով։ Կասեմ, որ միջոցառումը դեռևս սպասված է HR համայնքում ունեցել է իր լավ արդյունքները, որովհետև էքզիբիտորներից շատերը գրկնել են իրենց մասնակցությունը, բայց իհարկե միշտ սպասելիքները ավելին են լինում, ավելի տենց բան են լինում, գերագնահատված գուցե լինեն, դրա համար միշտ կան սպասելիքները, որոնք չեն իրականանում, որպեսզի երևի թե տեղ թողնեն, որ հաջորդ անգամը դա իրականանա, հաջորդն ու հաջորդը։ Այս տարի հետաքրքիր է նրանով, որ ունենք արտասահմանից հրավիրված խոսնակ ու առաջին անգամ էր, որ գիտելիքահեն ֆորմատ ունենք HR Expo-ի շրջանակներում, մինչև այդ միայն այդ toolset-ի update-ի մասն էր, այսինքն HR-ներ եւ provider-ներ հանդիպումն էին կազմակերպում, բայց այս անգամ զուգահեռ դրան ունեցանք նաեւ հենց մասնագիտական սեսիա, այսպես քննարկում միջազգային coach-ի հետ, ում հետ այդ ամբողջը ոնց որ գիտելիքային կոմպոնենտ ստացավ։ Բացի այն, որ բոլորի արձագանքը շատ դրական էր, շատ նամակներ ենք ստացել նաև պրեզենտացիաները, նյութերը կիսվելու խոսնակի, ինչը ցույց է տալիս, որ հետաքրքրվածություն եղել է ու հետաքրքիր է անցել հենց ինքը պրեզենտացիան։ Այ դրսից եկած մասնագետը ինչ էր ներկայացնում, քանի որ արդեն անցել է Expo-ն, կարող եք փակագծեր բացել, ինչ փորձ կա, որ հնարավոր է Հայաստանում կիրառել ու դեռևս մենք դրա մասին ինֆորմացված չենք եղել։ Տեսեք, բնականաբար միջազգային շուկայի փորձը շատ ավելի բազմազան է լինում, հա, ամեն մի իր location-ը ունի իր յուրահատկությունը, հա, փորձի տեսանկյունից, մեր տեսանկյունից միջազգայինի իր խոսնակը Ամերիկայի եւ ռուսաստանյան փորձը ուներ, որով կիսվում էր եւ ընդհանուր organizational culture-ի, այսինքն կազմակերպչական մշակույթի եւ կազմակերպչությունը հենց որպես բիզնես տրանսֆորմացիայի մասին, այսինքն ցանկացած բիզնես տրանսֆորմացիային հաջորդում է մշակութային տրանսֆորմացիա ու այս ամբողջը պետք է զուգահեռ բալանսավորված պահել, որ բիզնեսը կարողանա առաջ գնա։ Ու հենց սրա մասին էր ելույթը լինելու, տեսեք, շատ բաներ կան, որ կարելի է գրքերում կարդալ, բայց փորձը ավելի երբ որ մեծ ընկերությունների հետ, մշակութային այլ մարդկանց հետ, հա, այլ մրցակցության դաշտում, հա, բնականաբար ոնց որ արդյունքները ու փորձը ուրիշ ձև է կերտվում, քան օրինակ մեր մոտ կերտվեր, ու այդ երկու տեղ ոնց որ համադրել է այդ փորձերը, շատ հետաքրքիր ոնց որ բանա ինսայթներ է բերում ինձ թվում մասնագետներին։ HR-ները այս մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխությունների են ենթարկվել կամ ոլորտը ընդհանուր առմամբ ինչ փոփոխություններ ունի։ Տեսեք, մեկ տարին շատ քիչ ժամանակահատված է, կարծում եմ, որովհետեւ այդպես գլոբալ մեծ փոփոխության մասին խոսել է, բայց նախորդ անգամ էլ հիշում եք զրուցել էինք այն հետ կովիդյան տրանսֆորմացիաների մասին, որ դեռ շարունակվում էր լինել։ Կարամ ասեմ, որ այս տարին ավելի անցած տարվանից այն ստաբիլացման փուլն ենք, հա, անցնում, այսինքն ոչ իմ կարծիքով ոչ մեծ գլոբալ փոփոխությունների տարի է, բայց այդ ստաբիլացումը եւս շատ կարեւոր է, որ այդ ստաբիլությունը լինի, HR-ները մատ այդ վիճակը հասկանան, պլանավորման հնարավորություն։ Այո, միշտ չի որ պետք է լինի տենց բում փոփոխություններ,
իմ տեսանկյունից այս տարին ավելի այդ ստաբիլացման շրջանն էր, որը ելի եւս կարեւոր է։ Այս մասնագիտությունը համարվում է նոր մասնագիտությունների շարքում կարևորագույններից, բայց ոնց եք տեսնում, ցանկություն կա այս ճանապարհով գնալու երիտասարդության կողմից, թե ամեն դեպքում այլ կողմ են փորձում գնալ։ Չէ, կարամ ասեմ, որ ես դա կարող եմ ենթադրել, երբ որ կրթական ծրագրերն են շատանում, հա, մագիստրոսական ծրագրերն են բոլոր բուհերում առանձնացվում ու հատկացվում հենց այս մասնագիտացմանը, հա, ժամանակ ու ռեսուրսներ։ Դրանից կարամ ենթադրեմ, որ կա պահանջարկը, որովհետև կան մասնագետներ, որոնք վերլուծել են ու հասկացել, որ դրա պահանջարկը կա ու կան ավարտված, այսինքն շրջանավարտներ, որը ենթադրում է այդ հետաքրքրասիրությունը, բայց երկրորդ կոմպոնենտը այն է, որ շատ հիմա հետազոտություններ ասում են, որ այս մասնագիտությունը շատ ապագայակենտրոն է, որովհետև այն մասնագիտություններից է, որը AI-ը կամ հա արհեստական բանականություն կամ այլ ոնց որ ծրագրային լուծումներ չեն կարող փոխարինեն։ Ինչը բերում է նրան, որ ինքը ապագայի մասնագիտությունն է ու ինքը ապագայում էլ ավելի զարգանալու ու կարևորվելու։ Սրանով երևի պայմանավորված հետաքրքրությունը բարձրանում է միգուցե։ Այ ընդհանուր առմամբ էլի հետ գնանք էքսպոյի մասին խոսենք, մթնոլորտը ինչպիսին էր, առհասարակ HR-ների այդ համագործակցությունները հենց էքսպոյում կապեր ձեռք բերել, ինչպես ընթացավ այս տարի, արդյոք տենդենս տեսնում եք դեպի լավացում, փոփոխություններ կան, ասացիք, որ կային մասնակիցներ, ովքեր արդեն երկրորդ անգամ էին ներկայանում, նախորդից էլ ինչ հնարավորություններ է էքսպոն տվել, որ արդեն երկրորդ անգամ փորձում են ներկա գտնվել։ Շատերը նոր գործիքներ են բացահայտում, նոր գործընկերներ են ձեռք բերում, գուցե դա է հենց նպաստում, որ ներկա լինեն ամեն տարի, եւ երկրորդ ամենակարևոր ինձ թվում է կոմպոնենտը սա առիթ է նեթվորքինգի համար, հա, այն ջերմ մթնոլորտը, որ ստեղծվում է, որ հին ու նոր գոլեգաները կարող են իրար տեսնել, հա, նորերը ծանոթանան իրար հետ, նոր ոլորտի նոր մասնագետները հին, հա, ավելի փորձառու մասնագետների հետ ծանոթանան, սա հիանալի հնարավորություն է նման ֆորմատով շփմանը։ Ուստի այդ մասով շատ ջերմ է անցնում, որովհետև պատկասեք ինչքան, հա, տարբեր գոլեգաներ ունես, որոնց միայն այդպիսի առիթներին ես տեսնում ու միշտ ջերմ հաղորդակցվել է այդ փորձի փոխանակումը, իրարից փոխանակվել, որ ընկերությունում ոնց է գնում, ինչ խնդիրներ իրանք այս պահին ունեն, ինչ լուծում են փնտրում, ինչ որ խնդրի լուծում դու ես առաջարկում, ինչ որ այլ գոլեգա ուրիշ լուծում կարա առաջարկի ու այս սինխրոնես նեթվորքինգը ինձ թվում է այսօր ամենակարևոր կետերից է ու քանի որ այդ կետը կա ու շատ ուշադրություն դարձնում ենք դա միշտ մնում է այդ ջերմությունը տեղ արդեն ապահովված է լինում։ Այ հետաքրքիր է, երբ շփումները տեղի են ունենում մասնագետների կողմից, ամենաշատ նշվող խնդիրները, որոնք առկա են ընկերություններում եւ այսպես մեծ հաջողությունը, որ բոլորը գրանցում են եւ ստացվում ամեն դեպքում դրան հասնել, գոնե մինչև էքսպոն հնարավոր է եղել դրան հասնել, արդյոք նման կետեր առանձնացրել եք։ Տեսեք, երևի թե հիմա քանի որ ստաբիլ է շուկան, ռիկրուտմենթի մասով դժվարությունները մեծ չեն լինում եւ այս մասով ոնց որ ավելի հանգիստ ընթանում, հաջողություններ գրանցվում են ավելի հեշտ, քան առաջ էր լինում, կարծում եմ։ Երկրորդը երևի հենց մեր մասով կասեմ, որտեղ the benefit-ը մասնագիտացված է employee benefit-ների մասով, այսինքն ընկերության արտոնությունների փաթեթները, որը տրվում է աշխատակիցներին, այս մասով մեր հետազոտություններն ու մեր դատան բնականաբար ամենաշատն են քան մնացած այլ կետերում, այստեղ կարամ ասեմ, որ ընկերությունները միանշանակ ամեն տարի ավելի են իրենց մոտեցումները հղկում դեպի աշխատակիցներ, ամեն տարի ավելի շատ ռեսուրս են տրամադրում աշխատակիցներին, ավելի շատ են կարևորում այս կետերը, հա, ընկերությունում աշխատակցի մոտիվացիան, իր հարմարավետությունը, նենց անել, որ այդ մարդը իրան շատ կոմֆորտ զգա, որտեղ միայն լիակատար կոմֆորտի ժամանակը մարդը բարձրագույն ոնց որ արդյունավետություն ցույցաբերում։ Այս սկզբունքը շատ է հիմա կարևորվում ու ամեն տարի տեսնում ենք, թե ինչքան լավ բաներ են անում HR-ները ընկերությունները իրենց աշխատակազմերի համար։ Փորձում են դրսի փորձից օգտվել նաև, ոնց եք տեսնում, թե կան օրինակներ, որ հենց Հայաստանում են ձևավորված, հայկական են համարվում դրանք, կան նման օրինակներ։ Եթե հենց արտոնությունների փաթեթների մասով ասեմ, դենց չեմ հիմա առանձնացնի հենց հայկական, այսպես ասած,
այդպիսին է տենց չեմ գտնի։ Հայ HR-ները Հայաստանում գործունեություն ծավալող HR-ները տարբերվում դրսի շուկայում այդ աշխատանքը տանողներից, որն է տարբերությունը։ Ոյ, ճիշտ ասած, առիթ չեմ ունեցել շատ շփվելու, որ հասկանամ աշխատելավոճերի տարբերությունը դրսում ոնց է, թե չէ, բայց կարող եմ ենթադրեմ, որ հայկական իրականության մեջ այդ ավելի ջերմ հարաբերությունները, երևի ավելի caring, մի քիչ ոնց որ մեզ մոտ HR-ը ոնց որ ինքեթեն մամա ասվածն է դառնում, հա, այդ բոլորի հոգսերը տանող եւ այլն, դրսում կարծում եմ, ինչքանով որ ես եմ, հա, հասցրել ուսումնասիրեմ ու տեսնեմ, այդ մամայական դերը այդքան չկա Ինչու՞ որ այդ երևի ազգային բան առանձնահատկություն է որ գալիս։ Դա հաճախ խնդիրների չի բերում, ոնց եք տեսնում։ Կարասահմանների խախտման բերի կարծում եմ։ Այ ընկերությունները ինչ պահանջներ ունեն այսօր HR-ներից։ Ոյ, գնալով, նայեք, քանի որ գնալով արդեն մասնագիտությունը հաստատվում է շուկայում, արդեն եւ կրթական առումով եւ ամեն բնակավարում, հա, եթե առաջ նոր էր ու սենց լողոզված էր իր հասկացությունը, այսօր արդեն շատ ավելի հստակեցված է, շատ ավելի ոնց որ գիտակցությունը ավելի շատ է մասնագիտության հանդեպ, ինձ թվում է դրանով պայմանավորված պահանջները գնալով ավելի շատանում են, հա, եւ այդ հաղորդակցման հմտությունների մասը, եւ այն նրբանկատությունը, որ պետքա ցուցաբերել, եւ շատ սուր աչք ունենալու այդ դիտելու հատկությունը ունենալը, այդ դրանք այն հատկությունները շատ կարևոր են։ Եթե մնացածը կարաս սովորես, սրանք երկար ձեռք բերվող հմտություններ են, հա, նկատել ամեն մանրուք, նկատել այն փոփոխությունները, որ տեղի ունենում, հա, այն որ չնկատվող օդի մեջ դու պիտի հասկանաս ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց, ինչ չէ։ Եթե քո մասնագիտացումը իհարկե հենց HR-ի մեջ էլ թիմերի հետ աշխատանքի մեջ է։ Սա եւս կարևոր է։ Ու նաեւ մենք օրինակ մեր պրեզենտացիայի ժամանակ դες փոքրիկ հարցումով էինք սկսել մեր ոնց որ խոսքը, հասկանալու համար կան ֆունկցիաներ HR-ների մոտ, որ օրինակ հետ է մնում, չեն հասցնում անել։ Եթե առաջներում այդ ֆունկցիան լինում էր աշխատակիցների հետ անհատական զրույցները, օրինակ դա միշտ լինում էր վերջի տեղում էր ընկնում, չէին հասցնում, ամեն ինչ անում էին բոլոր թացքերը, բայց այն պահը, որ պետքա ժամանակ հատկացնել ու ամեն մեկի հետ զրուցել, հասկանալ իրենց խնդիրները, վերլուծել, հա, այդ ամեն ինչը գրի առնել ու հետո action-ներ ունենալ դրանք լուծելու համար, դա միշտ մնում էր վերջի տեղում։ Այս տարի օրինակ երբ որ մենք այդ փոքրիկ այսպես հարցումիկ արեցինք, շատերն ասեցին, որ պարտաճանաչ հասցրել են այդ կտորն անել, կարևորել են, ու այդ իմ համար շատ ոգևորող փաստ էր, որտեղ այդ ամենակարևոր կետերից է HR-ի ֆունկցիայի մեջ, ամենակարևորներից, շատ կարևոր կետ է։ Ու դա քանի որ շրջանցվում էր, իմ համար շատ ցավոտ էր լինում ամեն անգամ, որ շրջանցվել է այդ կետը, բայց այս տարի այդ աուդիտորիան, որը հավաքված էր, բոլորի մոտ այդ շատ լավ պարտաճանաչ տեղեր ունեցել, այդ իմ համար շատ մեծ հաջողություն էր, հա։ Այ HR համայնքում կան մասնագետներ, ովքեր դժգոհություններ ունեն այն մասով, որ ասում են 1-2 ամիս սովորած մարդիկ կարող են իրենց հռչակել որպես HR ոլորտի կարևոր ներկայացուցիչներ, ասել, որ մենք փորձ ունենք երկար ժամանակվա, մենք լիարժեքորեն տիրապետում ենք բոլոր գործիքներին։ Այդ հարցը ոնց է լուծվում։ Երբ ես հարցրեցի ընկերությունը HR-ից ինչ պահանջ ունի, նաև դա է ուզում ներառել։ Արդյոք երբ ընկերությունը ընդունում է HR մասնագետի, ինչպիսի մասնագետի է փնտրում ու ով է համարվում ոլորտի լավագույն մասնագետը։ Իհարկե կարող են դրան զուգահեռ նաև լինել, եթե ես չեմ սխալվում, մասնագետներ, ովքեր ունեն տարիների փորձ, բայց երիտասարդները ավելի շատ գիտելիքներ ունեն։ Տեսեք, երկու կետով պատասխանեմ։ Մեկը այն, որ բոլոր ոլորտներում կան նման մասնագետներ, որոնք 2 ամսվա կուրսից հետո կարան հա հռչակվեն մասնագետ ու շատ լավ բան, ասենց վստահ քայլերի անցնեն։ Իհարկե բոլորս է ինչ որ կետից սկսել այդ բոլորս է ինչ որ X ամսվա փորձ ունեցել ենք, որ մտել ենք, հա, ոլորտ, intern ենք եղել, մեկը փորձնակ է եղել, մեկը կրծել մասնագետ է եղել, դա բնական է։ Իհարկե այդ քարկոծումները շատ են, եթե LinkedIn-ում մտնեք ամեն մեկի պոստը կարդաք, թե ինքի հարցազրույցի հետ ինչ դժգոհություններ ունենում ու այդ շատ հենց
trendy է ամեն հարցազրույցից հետո մի հատ վատ նամակ գրել հա HR-ների մասին, այդ շատ sense ընդունված ասածը որն է շատ դե պատմում են իրենց վատ հարցազրույցի փորձը նշելով որ այդ ընկերությունը միան գնացել են հարցազրույց sense հարցեր են տվել կամ sense հա պահել իրան HR-ը եւ այլն հա շատ է այդ sense հայտի post-եր ստատուսներ բան լավ լայքեր հավաքող ու լիքը կոմենտներ հավաքող ստատուսների շարքից է ինձ թվում շատ է տենց գրառումներ օրինակ հայտնվում հա LinkedIn-ում ինչը ես էլի ասում արդարացված է եթե տենց է մարդը եթե ունեցել է վատ փորձ օքեյ կիսվում է ճիշտ է դա արդեն բանա դարձել որ գնաս վատ ինտերվյու հետո կիսվես բայց ամեն դեպքում ամեն ոլորտ ունի իր լավ ու վատ մասնագետները իսկ ընկերության չափանիշները շատ տարբեր կարամ ասեմ շատ տարբեր են որովհետև ամեն ընկերություն բնականաբար իր զարգացվածության մակարդակին համապատասխան փնտրում է նույնքան զարգացվածություն ու գիտելիքներ ու հմտություններ ունեցող մասնագետներ ոչ միայն HR-ներ այլ նաև բոլոր կետերով մասնագետներին, հա։ Ու ոլորտում շատ sense հստակ կա, sense եթե բաժանենք երկու մասի, իհարկե sense մի քիչ բան է, էլի երկու մասի բաժանելը տենց հարաբերական ասված, բայց եթե բաժանենք կան HR-ներ, որոնք ունեն բիզնես ստրատեգիկ դեր ընկերությունում, ինչը ենթադրում է այդ ամբողջ բիզնես process-ների մասնակից լինել, հա, բոլոր տեղերում իր տեսանկյունը, այսինքն թիմի տեսանկյուն, հա, աշխատաշուկա մրցակցություն եւ այլն ներկայացնելը, հա, ունենալ որոշումների կայացման մեջ ձայն, հա, այդ HR-ը, այն HR-ն է, որը տենց իդեալական տարբերակն է, հա, մասնագիտության։ Թիմի ձայնն է եւ ոչ միայն թիմի, այսինքն այն մարդն է, որ բալանսավորում է թիմայնությունն ու բիզնեսը։ Եվ կա երկրորդ տիպի հասկացություն HR-ների, ով որ լինում է իվենտներ կազմակերպողը, ջուր պատվիրողը կամպանիայում, սուրճը հետևի որ չվերջանա եւ այլն, այսինքն sense ադմինիստրատիվ աշխատանքներ իրականացնողն, հա, HR-ին այդպես են ընդունում։ Այդ այն մամա ասվածն է, որը բոլոր հարցերը պետքա լուծի օֆիսում, հա։ Խնամքի։ Այո, մի հատ sense մեկն է, ով որ հոգատանում սա հարցերը տեղնաբահում, որ ոչ մի բան տենց աչքի չընկնի վատ բայց սա քիչ-քիչ դուրս է մղվում հա ոլորտից քիչ-քիչ դուրս է գալիս այս հասկացությունը բայց իհարկե եթե ընկերությունը փոքր է ինքն էլ չի պատկերացնում հա այդ սա process-ները չունի ռազմավարական մտածողության եւ այլնի բարձա իր մոտ այդ ակնկալիքներն չեն լինի այդ մասնագետից իրեն էս բանի պետքա որ ջուրն ու սուրճը օֆիսում չվերջացած լինեն անընդհատ լինեն հա ու հենց մեր ընկերությունը երբ որ սկիզբը առել employee benefit-ների մասով հենց նպատակ է ունեցել ինչի ենք մենք ստեղծել այս բիզնեսը որովհետև ես տեսել եմ որ HR-ները փոխանակ այդ ստրատեգիկ դերը ունենան, փոխանակ այդ one-on-one-ներն անեն իրենց թիմի հետ, որը որ անգնահատելի է ու ոչ մեկ չի կարող դա փոխարինի, անում են իվենտ կազմակերպելը, անում են նվերների գնումը, ինչը որ բոլորը կարան անեն, ու այնքան է կարևոր չի ու դա շատ թանկ է, երբ որ նման հաստիկի մասնագետը անի։ Ու պատկերացրեք, երբ որ միշտ այդ սաղ HR-ներին ես ասում եմ, էլի ինչքան կարևոր է, երբ որ team building-ը տեղի ունենում պատկերացրեք բոլորը խաղում են խաղի ժամանակ դու շատ հասկանում ես քո թիմակիցների հմտությունները հա ով ոնց է դրսևորում լիդերության բանը հա հմտությունները հաղորդակցման զիջելու negotiation ամեն ինչ երևում է հետագայի արդեն համագործակցությունը դու շատ լավ ուրիշ ռակուրսից տեսնում ես քո թիմակիցներին ու HR-ը փոխանակ լինի այդ ամեն ինչի կենտրոնում եւ նախ մաս կազմի թիմի որպեսզի թիմն իրեն ընկալի որպես թիմակից ոչ թե մեկը որ sense առանձին ոնց որ բանա կղզյակա մեկուսացած մեկն է այլ իր թիմի մաս կազմի որը հետո իրան կօգնի ավելի հեշտ հասկանալու թիմային խնդիրները ու ամեն ինչը պլյուս տեսնելու այդ սա խնդությունները որոնք դուրս են գալի հենց այդ խաղի team building-ի հանգստի ժամանակ իք այդ ամեն ինչը բաց է թողնում ու սկսում է զբաղվել առաքում կազմակերպելով այդ օրվա մենյուի հարցերով այդ օրը որ տորտ պետք է ունենան այդ տորտը որ գա ժամանակին գա ճիշտ գույնով լինի ճիշտ ձևով լինի ճիշտ մեջի նաչինկայով լինի հա այսինքն պատկասեք ինչքան հարցեր կան հա ու այդ շատ սխալ է դառնում այսինքն այս մարդը նրա համար է որ ընդեղ լինի ոչ թե մեկուսանա ու այդ հարցերով զբաղվի ու երբ որ ես այդ տեսել եմ որ այդ կա այդ բացը մեր ընկերությունը ստեղծվել է հենց այդ խնդիրը լուծելու համար ու մենք կարամ ասեմ 5 տարվա աշխատանքային փորձ ունենք շուկայում 5 տարի մենք տենց ամիս ու շաբաթ չկա որ մենք չունենք համագործակցություն ու չունենք նոր գործընկերներ ամեն ամիս ու ամեն տարի ինչը փաստում է որ այդ խնդրի այսինքն պահանջարկը լուծման պահանջարկը կար
Ես դա կարամ ասեմ, որ դա շատ ասում to the point էր, որովհետև փաստորեն կար այդ պահանջը, որ HR-ները չէին ուզում այլևս այդ սա գործերն անեն, ու դա շատ թանկ է, երբ որ ինքը տենց գործեր անում, հա։ Դա կարա outsource արվի, ու ինքը այդ ժամանակը ծախսի, այդ օրը ծախսի իր թիմի հետ վայելելու այդ օրը, որտեղ ինքն էլ է այդ ընկերության մաս, ում համար կազմակերպել են լավ օր այդ օրը։ Այ ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում HR մասնագետներ պետք են միայն խոշոր ընկերություններին, այսինքն փոքր ընկերություններում, երբ որ թիմը օրինակ մինչև 10 հոգի է, կարող է այդ պարտականությունները իր վրա վերցնել ցանկացած աշխատակից կամ ինքը հենց տնօրենը։ Այո, իհարկե։ Եվ ոնց է էլի կարգավորվում այդ թե ամեն դեպքում կան ընկերություններ, որոնք փոքր են, բայց ասում են լավ դե տրենդային է HR մասնագետ ունենալ, եկեք մենք էլ այս ճանապարհով գնանք։ Դե ինձ թվում է որոշումները ամեն ընկերությունում տարբեր են, բարձր որ կլինեն նաև այդտենց էլ, բայց իմ կարծիքով իհարկե 10 հոգու համար HR ունենալը այդ HR-ական դերը կատարում է ղեկավարը, ու շատ լավ է որ կատարի ղեկավարը, հենց ընկերության հիմնադիրը, որը որ 10 հոգու դեպքում դա շատ կառավարելի է, եւ recruitment-ի ծավալները, եւ կարիքները, հա, աշխատակազմի եւ այլնի։ Ինքը որպես ղեկավար այդ ամբողջը ինձ թվում է կարա handle անի, այսինքն 10 հոգու բaragայում հեչ պետք չի։ Երբ որ արդեն ընկերությունը մեծանում է, այդ ամեն հարցի ծավալները պատկի ասեք բազմապատկվում են, հա, նույն one-on-one անելը աշխատակցի հետ, նույն recruitment-ի, հա, փոխարինությունը, այսինքն հաուրի մեջ քանիսը ամսվա մեջ դուրս կգան կփոխվեն ու ավել մասնագետի կարիք կլինի, թե 10-ի պատկերացնում ենք 10 անգամ ավելի քիչ աշխատանք է դա։ Եվ երկրորդն է փոքր ընկերություններում շատ process-ներ պետք չի դնել, հա, որովհետև իրենք մի սենյակում նստած են, բոլորը բոլորի հետ շփվում են, ու այդ process-ները խեղտ անել այդ 10 հոգուն ավելի է ծանրացնում, այո, իհարկե, ավելի է ծանրացնում գործընթացները, քան եթե իրենք պրոստը իրար հետ այսպես խոսեն, կասեն։ Բայց եթե ամեն մասնագետը հետո ձևավորում դառնում է թիմ, արդեն այդտեղ հաղորդակցումը, առաջադրանքների բաշխում եւ ամեն ինչը դառնում է ավելի խճճված, եթե չկան process-ներ։ Արդեն այդտեղ մեծ թիմերի դեպքում կարող ենք ասել նաեւ, որ HR-ը հանդիսանում է տնօրենի եւ թիմի կապող օղակը։ Այո, միշտ էլ հենց այդպես է բնութագրվում, որ HR-ը, հա, HR-ը հենց բիզնեսի եւ թիմի բալանսն է, բիզնեսը հենց ոնց որ դիտարկվում է ղեկավարության կողմը ու թիմի կողմը, այսինքն այն մեկն է, որ մեջտեղում է գտնվում, ու այդ երկուսը անընդհատ պետքա համ ճիշտ մատուցի որոշումները բանի ղեկավարության եւ համ այդ ճիշտ թիմի կարիքները հասցնի ղեկավարությանը։ Այս մասը շատ կարևոր է։ Այ այդտեղ այդ մամայական դերը երբ մի կողմ ենք դնում, ինչ հատկանիշներ պետք է ունենա HR-ը, որպեսզի այդ երկու կողմի տեսակետները ճիշտ կարողանա հասցնել ու ոչ թե այսպես ունքը հանելու փոխարեն աչքնել հետը հանի։ Դե իսկ օբյեկտիվությունը բարձա որ պետքա լինի։ Օբյեկտիվություն, սթափ դատողություն, ոչ շատ հուզականություն, որպեսզի հարաբերություններ պիտի ձևավորվի, թե թիմի առողջ եւ լավ։ Ոչ շատ, ես կարծում եմ ոչ այսինքն առողջ թիմային հարաբերությունները բոլորի հետ։ Չեմ կարծում, որ ինչ-որ հատուկ դեր է պետք HR-ը ունենա թիմում, որ, չգիտեմ, կան տենց հասկացություններ, հա, պետքա շատ դիստանցիա պահես, որ հետո նկատողություն անելուց վերևինի, հա, եւ այլն։ Իմ կարծիքով պետքա լինի ամեն ինչ բնական, հա։ Այսինքն դու էլի որպես HR այդ վախի վրա չհիմնված էլի հարգանքի։ Այո, ոչ մի բան պետք չի հատուկ անել իմ կարծիքով։ Պետքա լինել լավ թիմակից եւ պետքա լինել լավ ղեկավար, որտեղ պետքա թիմակցությունը, պետքա դրսևորես թիմակից լինելու քո հատկությունները, որտեղ պետքա քո ղեկավար հմտությունները պետքա ցուցաբերես, մեկը մեկին չպետք է խանգարի։ Դա պետքա միշտ այդ աշխատանքային սահմանները լավ գծված լինեն, որ դա մեջը լավ աշխատի։ Այսինքն միշտ աշխատանքային սահմանները երևի լավ գծված լինելը, որը բոլորին է պետք ինձ թվում է, հա, ոչ միայն HR-ներին, այստեղ մի քիչ ավելի շատ HR-ներին, երևի որովհետև հաղորդակցման հետ շատ են կապվում։ Բայց հաղորդակցությունը այդ իմ ասած դիտողականությունը, երևի ներբանեկատվությունը, ճիշտ այդ ամեն ինչը իրար հասցնելը, հա, որ ոչ մի անգամ այդ կարիքը, երբ որ բանը, հա, աշխատակիցը ասելա դա բողոք չդիտարկվի կամ բան չդիտարկվի, էլի որ պատկասիկ չէ, երանգը, այլ լինի, որ մարդը իր կարիքներն է փորձել արտահայտի։ Եվ այստեղ էլ երբ որ նոմա բիզնեսի որոշում, դա ամեն ձև արտբան անես, հա, բոլոր ձևերով դու պետքա ներկայացնես թիմին, ամենալավ ձևով։ Շատ լավ, ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ունեք հավելելու բան։
Չէ, կարծում եմ ամեն ինչը խոսեցինք։ Շատ լավ, մեր լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ իմ զրուցակիցը Լինա Դաշյանն էր, The Benefit ընկերության համահիմնադիրը եւ HR Expo-ի կազմակերպիչը, ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։